Բարձրյալի գաղտնի տեղում ապրողը ամենակարողի ստվերի տակ է հանգչելու։ Տիրոջ մասին ասելու եմ, իմ ապավենն ու ամրոցն է, իմ Աստվածը, որի վրա է հույսս։ Հիրավի, նա քեզ փրկելու է որսորդի որոգայթից, վտանգավոր ժանտամահից, քեզ ծածկելու է իր փետուրներով ու նրա թևերի տակ ես ապաստանելու։ Նրա ճշմարտությունը վահան է ու ասպար, չես վախենալու գիշերվա զարհուրանքից ու ցերեկը թռչող նետից, ոչ մթության մեջ շրջող ժանտամահից, ոչ էլ կեսօրվա պահին եկող ավերածությունից։ 1000 հոգի քո կողքից ու 10,000 քո աջ կողմից են ընկնելու, բայց դա քեզ չի մոտենալու։ Միայն քո աչքերով նայելու ու տեսնելու ես ամբարիշտների հատուցումը, քանի որ դու Տիրոջը, իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր, քեզ չարիք չի հասնելու ու ոչ մի հարված չի մոտենալու քո հարկին, քանի որ իր հրեշտակներին պատվիրել է, որ քո բոլոր ճանապարհներում քեզ պահպանեն, նրանք քեզ ձեռքերի վրա են վերցնելու, որ չլինի, թե ոտքդ քարի խփես, առյուծի ու իժի վրայով ես քայլելու, առյուծի կորյունին ու վիշապին ոտնակոխ ես անելու, որովհետև իր սերն ինձ վրա է դրել, դրա համար էլ փրկելու եմ նրան, բարձր տեղ եմ դնելու նրան, քանի որ ճանաչեց իմ անունը, կանչելու է ինձ, ու ես նրան պատասխան եմ տալու, նեղության մեջ նրա հետ եմ լինելու, ազատելու եմ ու պատվիրելու եմ նրան, կշտացնելու եմ նրան երկար օրերով ու իմ փրկությունն եմ ցույց տալու նրան։